Տիկին դատախազ, դուք բավականին երկար ներկայացրեցիք ապօրինի ծագման գույքի եւ համայնքներին վերադարձված տարբեր հողատարածքների մասին։ Ես պրակտիկ եւ երկու օրինակով ուզում եմ ձեզանից հետաքրքրվել, արդյոք այդ գործերի հետքերով գնացել եք եւ արդյոք այդտեղ որևէ կոռուպցիոն բնույթի կասկածահարույց որևէ բան հայտնաբերել եք։ Խոսքս վերաբերվում է ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի տան մասին։ Հովիկ Աբրահամյանի տունը գտնվում էր արգելանքի տակ։ Այդ ոնց եղավ, որ արգելանքը ոնց հանվեց, ոնց վաճառվեց, ինչ հանգամանքներում, եթե դա գտնվում էր դատախազության ուշադրության կենտրոնում եւ իրավապահների կողմից արգելադրված էր։ Երկրորդ, Golden Palace հյուրանոցը, իհարկե նվիրատվությամբ, ես դրա մասին ամեն անգամ խոսում եմ, նվիրատվության ճանապարհով պետությունը վերցրել է 15 միլիարդ 800 եւ այլն դրամով։ Այսինքն այդքան է գնահատվել պետության կողմից նվերի գինը։ Բայց այդ նվերը 2.5 տարի հետո 5 միլիարդ դրամով է վաճառվել, ընդ որում վաճառվել է մարելու տարբերակով։ Ամեն տարի մի միլիարդով պիտի գործարարը մարի, մյուս տարի լրանում է վերջնաժամկետը։ Այսինքն ուզում եմ հասկանալ, այստեղ պետության ահռելի կորուստը, որ կրել է տվյալ դեպքում, արդյոք դատախազության կողմից որևէ կերպ ուշադրության արժանացել է։ Երրորդ հարցս վերաբերում է հայտնի այն գործին Սամվել Վարդանյանի, որի մասով բոլոր պետական պաշտոնյաներին իրավասու ես ուղղում եմ։ Սամվել Վարդանյանը ավտոբուսի մեջ վիրավորեց քաղաքացիական պայմանագիր խմբակցության արդեն նախկին պատգամավոր Հակոբ Ասլանյանին։ Վիրավորանքի համար արդարացվեց, խուլիգանության համար պատժվեց, ընդ որում հրատապ կալանքի տարակ, հետո դրանից հետո տնային կալանքի ենթարկեցիք Սամվել Վարդանյանին իր վարքի համար, իր ցուցաբերած արարքների համար, բայց Սամվել Վարդանյանին խոշտանգելու, ծեծելու, նսեմացնելու նրա արժանապատվությունը, բռնության ենթարկելու մասով այդ գործը ոչ տեղից չի շարժվում։ 1 տարի քննություն է գնում։ Օրեր առաջ ես նույն հարցը տվեցի քննչական ծառայության ղեկավարին, ասում է քննություն է գնում։ Մի տարի քննում են ու նույնիսկ չասեց, որ գործով կան մեղադրյալներ։ Տիկին դատախազ, դուք Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ օրինականության երաշխավորն եք բոլոր գործերի նկատմամբ։ Այսինքն այն գործողությունները, որոնք որ իրականացնում է քննչական ծառայությունը, դրա օրինականության պատասխանատուն առաջին հերթին դուք եք։ Իհարկե դուք իրենցից եք պահանջում։ Այնուամենայնիվ, հիմա որքանով է օրինական, որ 1 տարի շարունակ այդ զինված բանդիտները, ովքեր որ մահակներով զինված են եղել, դիմակավորված Երևանի բանուկ թաղամասում հարձակվել են ոստիկանների հսկողության տակ գտնվող քաղաքացու վրա, խոշտանգել ծեծել են ու ոչ մեկ չգիտի ովքեր էին, չեն կարողանում բացահայտել։ Էսա օրինական քննությունը։ Եվ վերջին հարցս, որ էլի ուղղել եմ նաև քննչական ծառայության ղեկավարին, դուք մոտ 1 ամիս առաջ եկաք ազգային ժողով մեր գործընկերներից 2 հոգու անձեռնամխելությունից զրկվեցին մեր 2 գործընկերներ ձեր միջնորդության հիման վրա եւ հիմա մենք ունենք մի իրավիճակ, որ երկար ձգվող նախաքննությունը ըստ էության խոչընդոտում է падգամավորի գործունեությանը։ Падգամավորի ելք ու մուտքը արգելվում է, ինչ որ քննիչ որոշում է ինքը որոշի այդ պահին հարմար է իրեն թե ոչ, այսինքն ինստիտուցիոնալ առումով եմ ցանկանում, որ դուք արձագանքեք այս հարցին, որևէ քննիչ առաջնային մանդատով օժտված падգամավորի գործունեությունը խոչընդոտելու ինչ իրավասություն ունի, որքան էլ որ նա կասկածվում է որևէ հանցանքի մեջ, որքան էլ նա ներգրաված է հանցանքի մեջ որևէ դրվագով եւ անկախ ամեն ինչից կա անմեղության կանխավարկած եւ կա նաեւ ժողովրդին մանդատի իրացման խնդիր։ Այս շահերի Այս դեպքում շահերի բախում չի, բայց բուն իմաստով գործողությունը հենց այդ բախման մասով ես ուզում եմ դուք ինստիտուցիոնալ պատասխան տաք, ինչու կարող է խոչընդոտվել падգամավորի գործունեությունը որևէ քննիչի կողմից։ Շնորհակալություն։ Խնդրեմ դին գլխավոր դատախազ։ Շնորհակալություն Տիկին Թովմասյան հարցերի համար։ Հովիկ Աբրահամյանի տան մասով ընթացիկ վարույթ կամ եւ այդ վարույթի վերաբերյալ այո 3 տարի Այո։ Եվ եթե ձեզ թափառույթի վերաբերյալ որևէ տեղեկատվություն հետաքրքրում է, կարող եք գրավոր դիմելու ստանալ, բայց հաշվի առեք, որ տեղեկատվությունները շատ փակ են եւ ես ավելի քիչ եմ հանդիպում լրատվամիջոցներում նախաքննական գաղտնիքի
տվյալների առկայություն, ինչը ինձ ուրախացնում է, դա նշանակում է, որ նախաքննական մարմինները շատ ավելի ուշադիր են իրենց կողմից առկա տեղեկատվությունը, իրենց կողմից մշակված տեղեկատվությունը օրենքով սահմանված կարգով պահպանելու եւ հետագայում արդեն դատարան ուղարկելու փուլում հրապարակելու մասով, ուստի ընթացիկ վարույթ կա, այդ վարույթի մանրամասները բնականաբար չեմ կարող ներկայացնել եւ չեմ ներկայացնել, որտեղ նախաքննության փուլում է գտնվում։ Նվիրատվության մասով կցանկանամ մի ընդհանուր դիտարկում անել։ Դուք նվիրատվություն եզրույթն եք օգտագործում, բայց այստեղ մի կարևոր հանգամանք կա։ Խոսքը պատճառված վնասի կամ հնարավոր վնասի վերականգնման մասին է։ Մենք նմանատիպ իրավիճակներ ելի ունենք։ Օրինակ բոլորովին վերջերս քրեական մեծ վարույթի շրջանակներում մի քանի միլիարդ արժողությամբ գույք կրկին վերադարձվեց պետությանը եւ կողմը գրել էր, որ քանի որ անցել են վաղեմության ժամկետները համաձայն է իր նկատմամբ վաղեմություն կիրառելու եւ ցանկանում է նաեւ պետությանը պատճառված վնասը վերականգնել։ Դրա դեպքում վնասը վերականգնվել էր գույքային արտահայտմամբ։ Ուստի ձեր կողմից նշված իրավիճակը եւս մեխանիկական նվիրատվություն չի, եւ այստեղ դուք կորուստ բառը օգտագործեցիք։ Ճիշտ ասած, այս ընթացքում ես ոչ մի անգամ այդ վճարումների հետ կապված, տարաժամկետ վճարումների հետ կապված կոռուպցիոն դրսևորման չեմ հանդիպել։ Եթե նմանատիպ տեղեկատվություն ունեք, խնդրում եմ մեզ փոխանցեք, որովհետեւ կարծես թե պետգույքի կառավարման կոմիտեն էլ չի ահազանգել, որ վճարումների հետ կապված ինչ որ ուշացումներ կամ չկատարումներ կան։ Այս մասով չեմ կարող ասել, որովհետև չեմ տիրապետում տեղեկատվությանը հասկանալի պատճառներով, մենք պետգույքի կառավարման կոմիտեի գործառույթները չունենք, բայց մենք կոռուպցիոն ամեն դեպքում ահազանգեր այս իրացման հետ կապված չենք ստացել։